Անին Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկն է, գտնվում է Շիրակում, Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից։ Սկզբնապես մտել է կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ կամսարականների, Բագրատունիների և Զաքարյանների։ Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ կարճ քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 961-ից 1045 թվականներին միջնադարյան աշխարհի խոշորագույն մշակութային և առևտրային կենտրոններից էր, որը հայտնի է հազար ու մի եկեղեցիների քաղաք անվամբ։ Այն հզորության գագաթնակետին է հասել Գագիկ առաջինի օրոք, ունենալով ավելի քան 100,000 բնակիչ։ Ըստ ավանդության, Անիում եղել է 1001 եկեղեցի, որոնցից ամենահայտնին Մայր տաճարն է, կառուցված ճարտարապետ Տրդատի կողմից։ Քաղաքը գտնվել է միջազգային կարևոր առևտրական ուղիների վրա, կապեր ունենալով Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի և արաբական երկրների հետ։ Անին 10-ից 11-րդ դարերում հայտնի էր իր արհեստներով, հատկապես ապակեգործությամբ, իսկ քաղաքում գործել են բազմաթիվ հյուրանոցներ և մատենադարաններ։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա և շրջապատված է եղել հզոր պարիսպներով։ Այժմ Անին գտնվում է հայ-թուրքական սահմանի մոտ և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Անիի պարիսպները։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին դառնալով մայրաքաղաք արագ աճեց և կառուցապատվեց չքեղ շինություններով ու պարսպապատվեց։ Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Երրորդին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների վիրքի, աղաղանքի նշանավոր դեմքերը։ Անի բերդաքաղաքի ճարտարապետությունը։ Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ։ Այնտեղ կառուցվել են տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր։ 961 թվականին Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թվականին Սմբատ II արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մետր երկարություն, 8-ից 10 մետր բարձրություն։ Պատերից մեկի վրա Սմբատ II-ի քանդակն էր, ձեռքում քաղաքի մանրակերտը։ Տեղեկություններ Բերդաքաղաքի մասին։ Քաղաքն ունեցել է 40 դուռ։ Ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500-ից 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով, կատարված որմնանկարներով։ Գործում էր 7 սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։ Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից Դեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, Անին Զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնություն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մետր բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներից էին Անիի Սուրբ Առաքելոցը, Սուրբ Փրկիչը, Տիգրան Հոնեցու, Մանուչենի եկեղեցիները։